ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Հայարտ կենտրոնում բացվել է Նարեկ Ավետիսյանի գեղանկարչական եւ մեդիա արվեստի նախագիծը «Ի խորոց սրտի» վերնագրով, որը թվային տպագրությունների, գեղանկարչական կտավների, տեսաինստալացիայի, տեքստի ու երաժշտության համադրություն է։ Մենք այսօր հենց այս նախագծի մասին ենք խոսելու հեղինակի արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հետ։ Ողջույն Նարեկ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Նարեկ, տարիներ առաջ ես հիշում եմ, որ ՆՓԱԿ-ում ունեցաք սիմուլյակրում վերնագրով ցուցահանդեսը, որը էլի կտավների, տեսաինստալացիայի ու երաժշտության այսպես հետաքրքիր համադրություն էր, եւ կարծես հենց նույն գաղափարի շուրջ էր, քանի որ այստեղ նույնպես արկա էր Բոդրիարի, Ժան Բոդրիարի սիմուլյացիայի եւ այսպես սիմուլյակրումների այդ սկզբունքը կամ գաղափարական մոտեցումը։ Եվս մեկ անգամ հաստատվում է այն միտքը, որ արվեստը մի մեծ սիմուլյացիա է։ Այդ դեպքում ինչ է թաքնված ձեր գործերի ետևում։ Շատ բարի, ես վերադառնամ հարցին, փորձեմ ներկայացնել։ Այո, քանի որ ես ահագին երկար տարիներ, 4 տարի աշխատեցի սիմուլակրում նախագծի վրա, եւ այն կարծես թե իմ մեջ անընդհատ հարցեր էր առաջացնում, մտադրություն չունեի նոր կտավներ անելու, ինձ ժամանակ էր պետք, որ ես վերանայեի, գուցե հետագայում վերադառնայի, բայց դա բերեց այն մտահղացմանը, որ ես անեմ մեկ ուրիշ շարք նախագիծ, որտեղ կրկին կարող եմ այդ խնդիրներին մի քիչ այլ տեսանկյունից, գուցե ավելի խորքային, ավելի, այսպես ասեմ, սակրալ իմաստով մոտենալ, տալ ինչ-որ նոր շունչ, նոր որակներ հաղորդել եւ ուրեմն կյանք է ապրում ենք, ինչ-որ փոփոխություններ են լինում, ինչ-որ բաներ են ազդում եւ հուզական, մեր հայրենիքի հետ էլ բարբերաբար ինչ-որ բաներ է պատահում, բոլորս դա մեր վրա զգում ենք։ Ես էլ որպես արվեստագետ այդպես ուղիղ արձագանք չեմ տալիս, ավելի դա լինում է զգայական երևի դրսևորումներ։ Եվ եկա այդ ի խորոց սրտի կամ լատիներեն de profundis այդ ձևակերպմանը եւ Գրիգոր Նարեկացին շատ էր ինձ ոգեշնչում։ Ուզում եմ սիմուլակրումի գաղափարի մասին հետեւյալը ասել, որ եթե առաջին այդ իմ շարքում Վերմեերի կտավի հիման վրա արված ականջողով աղջիկը ավելի ուղղորդում էր Պլատոնի փիլիսոփայությունը, այս դեպքում հանրահայտ պոստմոդեռնիզմի տեսաբան, սոցիոլոգ, փիլիսոփա Ժան Բոդրիարը, այսինքն կոնկրետ պոստմոդեռնիստական գաղափարախոսության կոնցեպցիայի վրա հիմնվելով փորձել խոսել ամենահոգևոր բաների մասին։ Եվ պոստմոդեռնիստական ժամանակաշրջանը դեռ ավարտված չէ փաստորեն։ Այ դա շատ վիճելի հարց է եւ մնում է ակտուալ։ Մնում է ամեն դեպքում իմ սերնդի արվեստագետները երևի կայացել են այդ պոստմոդեռնիզմի մեջ եւ ուրեմն ես այստեղ օգտագործել եմ, գիտեք, բառիս բուն իմաստով կարելի ասել արդեն սիմուլյացիաներ, սիմուլակրումներ, որովհետեւ արհեստական բանականությունը հայտնվեց, մտավ մեր կյանք։ Եվ ճիշտ չի լինի, որ արվեստագետները վախենան, ինչ-որ վատ բան դրա մեջ տեսնեն, հատկապես երբ որ դու ստեղծագործող ես, ինքը դառնում է քեզ համար մի ասիստենտ։ Եվ այստեղ ես նախագծի այսինքն կտավներից գեղանկարչությունից բացի, շարքի մեջ ընդգրկեցի ուրեմն թվային տպագրություններ, անիմացիա, նաև իհարկե պերֆորմանս, որի մասին ընթացքում կխոսենք։ Ցուցահանդեսը հետազոտում է հենց մարդու հոգևոր ներաշխարհը, հա, որքանով հասկացա։ Այո, որ անկեղծ լինենք, միանշանակ դրան է ուղղված։ Եվ հետաքրքիր է, թե Բոդրիարի սիմուլյակրումները եւ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգությունը ու նաեւ արհեստական բանականությունը ինչ առնչություն ունեն միմյանց հետ։ Մեկ այսքան իրարամերժ։ Այո, իրարամերժ եւ տարբեր ժամանակաշրջաններում հարթություններ, մոտեցումներ։
Դա անշուշտ բնորոշ է պոստմոդեռնիզմի ժամանակներին եւ նաեւ մարդուն, ստեղծագործողին, որ կարող է իր մեջ այդքան տարբեր իրարամերժ կոնֆլիկտային շերտեր ունենալ եւ այդ ամենի մեջ փորձել գտնել մի ներդաշնակություն, դառնալ կրողը ու պարադիգմը դրա կարծես թե ստանալ։ Հիմա իմ համոզմամբ ես քանի որ այդ փորձառությունը նախորդ շարքում ունեցել եմ, ձևափոխության սկզբունքը մեզ օգնում է հասկանալ, որ վերանձնական ժամանակներից դուրս ու վեր կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որը գուցե մոռացվել է կամ որը մենք ուզում ենք վերագտնել։ Ես դա անվանում եմ հոգևորի ուղի եւ ուզում եմ անշուշտ միանգամից նշել, որ ինձ համար կրոնը եւ հոգևոր ուղին դա շատ բավական տարբեր բաներ են։ Ես դրա մեջ փիլիսոփայական, այսպես սկզբունք եմ ուզում գտնել ներդաշնակության եւ մտածելու հնարավորություն է, համադրելու հնարավորություն է, համեմատելու եւ չկարճվելու որևէ մեկ ճշմարտությունից։ Այսինքն ինձ դա թույլ տվեց այն մղումները, որ գուցե միջավայրը, որում մեծացել եմ, երկիրը, որ ունի նաև շատ հայրենասիրական կապվածություններ, արմատներ, նաև այդ իմ նորարարական մղումները, որ դեռ 2000 թվականին մանիֆեստներ էի գրում մեդիա արվեստի, վիրտուալ արվեստի մասին, ինչպես ես կարող եմ անկեղծ լինել եւ մի հարթության վրա, կարծես մի տարածության մեջ ներկայացնել։ Համենայն դեպս համադրելի են նրանք։ Համադրելի են, պատկերացրեք, որ համադրելի են եւ նույնիսկ ես վիզուալ լուծում տվեցի ամենավերջում ներկայացված երկու մեծածավալ կտավները ուղղակի միացվել են իրար այդ երկու սկզբունքը այդ էքսպրեսիվ գեղանկարչությունը եւ արհեստական բանականությամբ ստեղծված աղավաղված պատկերները Իդեպ ձեր կտավները ասում եք 2011-ից 18-ի շրջանում են ստեղծվել, սակայն արհեստական բանականության հետ աշխատանքը կամ այդ ներկայացված շարքը, որը արհեստական բանականությամբ հետ է կարել, դա վերջերս դա նույնպես թվում է թե անհամատեղելի պիտի լինի զուտ գաղափարական կոնցեպտուալ իմաստով Գիտեք ինչումներ բանը ես որ նշեցիք միջև 18 թվական աշխատել եմ կտավների վրա ես նաև զուգահեռ անում էի թվային տարբերակներ շատ նման այն ինչ որ դուք կարող եք հիմա տեսնել ցուցահանդեսում դա տարբեր գրաֆիկ ծրագրերով էի անում հա Photoshop եւ այլն Պարզապես երբ հայտնվեց արհեստական բանականությունը ու այն կիրառելի է այսօր ես հարմար գտա որովհետև կարողացա շատ արագ ու շատ դիպուկ ստանալ այն արդյունքը որը ինձ հարկավոր էր որտեղ որքան հնարավոր է պիտի անձնական բանը չերևար մոտեցումը դա պիտի լիներ մի տեն զարմանալի արդյունք որը գաղափարից է գալիս որը շատ ճիշտ կատարված է քանակություն ունի որտեղ տիրաժի գաղափարը այստեղ նույնպես կարևոր էր ու ինձ համար այս դեպքում զարմանալի չէ այսինքն ինքը ունի տրամաբանություն պիտի համալրվեր միգուցե նաև քանի որ ամեն նոր տարածք թելադրում է արվեստագետին նոր ներկայացման մոտեցում որտեղ Ճիշտն ասած իմ ցուցահանդեսները ես եմ համադրում եւ էքսպոզիցիան անում, որտեղ որոշակի փորձ ունեմ, ինչպես շատերը հիշում են։ Դրա համար լավ հնարավորություն ընձեռնվեց, ես մոտ 20 օր թե 1 ամիս փաստորեն աշխատում էի հենց ցուցահանդեսի վրա, լրացումներ էի անում, հատակագիծը ունենալուց բացի ես տեղում հանում էի, ավելացնում, պակասացնում, այսինքն ինչ որ առումով արվեստանոցի աշխատանքը տեղափոխվեց այնտեղ եւ դա մի հրաշալի հնարավորություն եղավ ինձ համար մեծ տարածության մեջ տեսնել, ամփոփել այն ամենը, որ արդեն այսքան տարիներ անում ես, աշխատում ես, բայց ստուդիոյում արվեստանոցում չես տեսնում այդ ամբողջական պատկերը։ Այո։ Եվ հետաքրքիր է, որ դուք
ձեզ համարում եք հեթանոս արվեստագետ, բայց Հիսուսի պատկերի հետ է եղել ձեր աշխատանքը ու նաև տեքստային մասը կտակարանից այնտեղ ցիտումներ կային։ Ամբողջը երկու հեղինակի տեքստեր են Ժան Բոդրիարի եւ Գրիգոր Նարեկացումյան ողբերգության։ Ինչ վերաբերվում է գուցե ինչ որ ուղղվածության, որ դուք նշեցիք, դա իմ այսպեսի հայեցի ներքին զգացողությունն է, մշակութային հետաքրքրությունն է։ Հիսուսի կերպարը, որը նշում եք հեթանոս, այդ պայմանական ասենք, որտեղ այդքան միամիտ չենք, որպես արվեստագետները դե հեթանոս են, չէ՞, որպես արվեստագետ պիտի լինես այդպեսին, եւ նաեւ ես միազգանուն եմ կրում, որ այդ հայկականությունը իմ համար կարեւոր է, մեկտեղ ես շատ ինտերնացիոնալ մարդ եմ, այդ երկու պոստմոդեռնիզմի ժամանակում նկատի ունեք Մինասի ավանդույթը։ Մինասի հայասիրական են միջավայր ընտանիքը, որում մեծացել եմ, ես չեմ կարող ասենք չհարգել Նժդեհին, շատ բաներ այսպես անտեսել, դա իմ մեջ նստած է, ես մի պապ եմ ունեցել, որը դրոյի զինվորներ է, հասկանում եք, իմ մեջ բաներ կա նստած։ Մյուս կողմից կա շատ պրոգրեսիվիստական ինչ-որ մղումներ, Էլի անհամատեղելի մասին։ Այդ նորմալ է, ասում եմ, մենք այդպիսի ժամանակ ենք ապրում։ Հիմա Հիսուսի կերպարի վերաբերյալ, սա արվեստի պատմության մեջ նախ շատ ուսումնասիրված եվրոպական մշակույթի ամենահարուստ շերտն է։ Այսպես ասենք, վաղ միջնադարից մինչև 19-րդ դար դեր գնում էր։ Եվ ես դա արել եմ միջև այդ ինչ որ նշեցիք կոնկրետ հեթանոսական ուսումնասիրությունները։ Ես ավելի շուտ սկսեցի այդ շարքի վրա աշխատել։ Հիմա ինձ համար դա հոգևորը ներկայացնելու հնարավորություն է, ասում եմ, ոչ կրոնական։ Եվ իր կերպարը մի շատ գեղեցիկ հնարավորություն է մարդասիրական բոլոր իրարամերժ սկզբունքները մարմնավորելու, որտեղ վերջո փրկիչն է, չէ, մարդկության, չէ, ինչ դրա մեջ կարելի է տեսնել շատ հումանիստական գաղափար։ Իդեպ այստեղ նաև մի հակասություն կա, քանի որ դուք Բոդրիարիեն միտքն էիք բերել, որ բոլոր պատկերները օգտագործվում են թաքնվելու համար, հա? Աստծո պատկերները ավելի շուտ։ Ասում եմ, որ Աստծո Չէ, Աստված պատկերները օգտագործում են թաքնվելու համար, ու այդտեղ նաև Բոդրիարը նշում է, որ դա վերաբերվում է նաև արվեստին ու մեդիային նաև, չէ՞։ Դատապարտված է արվեստը եւ մեդիան նույն ճակատագրին։ Այո, իսկ այդտեղ մենք հիմա պիտի հասկանանք, թե ինչ ենք մենք թաքցնում։ Ինչ ենք թաքցնում։ Տեսեք, երբ որ ուզում ենք բնորոշել ինչ է արվեստը, արդեն քանի հազարամյակ է մարդկությունը ստեղծագործում, շատ երկար ժամանակ։ Հարցի վերջնական պատասխանը ոչ ոք չի կարող տալ։ Դա ամեն անգամ նոր ստեղծագործություն հայտնվելով, կարծես թե այդ շղթան ուղղակի լրանում է, սահմանները ավելի ընդարձակվում են։ Նույնը հոգևորը կամ արարիչը Աստվածը բնորոշումներ են, որակներ են, որ ավելանում են, կամ հերքվում են, կամ ավելանում են, այսինքն վերջնական բան չկա այստեղ, դրա համար ուրեմն արվեստը մի բան է, որը մենք գիտենք կա, որը հնարավոր չի տեսնել, մենք փորձում ենք դա մարմնավորել։ Շատ նման է, այսինքն Աստծո պատկերը, որը ուղղակի ինչ-որ վկայություններ, պատմություններ կան Սուրբ գրքերում, տարբեր ուսմունքներում, եւ արվեստագետները փաստորեն խաբում են մարդկանց, ստեղծել են մի սիմուլակր, ստերեոտիպ, ու դաջվել է, որ ենթադրենք Հիսուս Քրիստոսը մորուքով, այդպես իդեալական դիմագծերով, բայց էլի հավաքական է, գիտեք, որ 10, 20, 100, 10,000 պատկեր իրար կողք տնենք, տարբեր մարդիկ են, ուղղակի մորուքով են, երկար մազերով են։ Եվ արհեստական բանականությունը նույնպես այդ ամբողջ ինֆորմացիան կրում է, չէ՞։ Եվ ամեն, այո, ստացված պատկեր արտահայտում է էմոցիաներ, այնքան փաստացի է թվում։ Ես ինչ եմ այդ բազմազանությունը ու աղավաղումը ցույց տվել, ներկայացրել այդ սև ու սպիտակ գործերի մեջ։ Ուզեցել եմ ասել, որ
թվում է փաստել լուսանկար նույնիսկ, հասկանաք, ոնց որ Հիսուսի լուսանկարներն են ուղղակի աղավաղված, որովհետև այդ հարցը կա, ինքը այն կողմ է, այդ պետք է այդ հասկացողությունը որոնել ներսում, իսկ ինչ վերաբերում է մեդիային, որտեղ մենք խոսեցինք արվեստի մասին, ընդհանրապես որ արվեստը նույնպես ինչ որ իմաստով այդտեղ է, որ էլի թաքնվելու, իսկ ինչ վերաբերում է մեդիային, որը մեր կյանքի այսպես շատ կարևոր եւ բաղկացուցիչ մասն է դարձել եւ ամենօրյա։ Մեդիան, քանի որ իմ կարծիքը ասեմ, լրատվությունը, ինֆորմացիան, հա, այո, որքանով է վստահելի 100% ճշմարտություն։ Շատ հարաբերական է, նույնիսկ փաստը, որ մենք արձանագրում ենք, երկու մարդ լսում են, մեկը անհամաձայնություն է դրսևորում։ Եվ տարբեր կերպ մեկնաբանում նաև, չէ՞։ Այո, մենք կարող ենք լուսանկարել նույն առարկան երկու խցիկով, վստահ եմ, որ տարբեր են ստացվելու պատկերները։ Անձնագիրը վերցնենք, չեմ շեղվում, փորձում եմ ուղղակի տարբեր հարթություններով ներկայացնել։ Անձնագրերի մեջ մեր լուսանկարներն են։ Արդյոք նրանք փաստացի վկայում են, որ մեր պատկերը ճշմարիտ է։ Մոտավորապես է։ Օբյեկտիվ ճշմարտությունը հարաբերական մի բան է, բայց մենք գիտենք, որ այն կա։ Հիմա մեդիաները, քանի որ տեխնոլոգիաների միջոցով հաղորդում են մեզ ինֆորմացիա, իրենք անընդհատ զարգանում են ու ելնելով տարբեր իրադարձություններից առաջանում են իրարամերժ բազմաթիվ ուրեմն կարծիքներ։ Ես հատուկ ուսումնասիրություն պարզ է, որ չեմ ունեցել հնարավորություն այս առումով դեռ ունենալու, բայց ենթադրում եմ, որ ինքը իսկապես մոտ է մշակույթի, արվեստի եւ հոգեվորի այդ բանին, խնդրին, որ կա ինքը, բայց ինչ է ի վերջո ինքը, ամենքս փորձում է միֆական տրամբան է ստեղծում, չէ՞։ Այս կա մոտեցում ապա միֆականացումների, հա, գիտնականներ կան կամ մասնագետներ կան, որ քողազերծում են, հա, փորձում են։ Էլի ես վստահ չեմ, որ իրենք շատ օբյեկտիվ են։ Նարեկ, իսկ հիմա այս ցուցահանդեսը ապա միֆականացնելու մասին է, թե առհասարակ ցույց տալու մասին է, թե ինչպիսին է մեր իրականությունը եւ ինչպիսին ենք մենք մեր ներսում, այսպես ասած։ Շատ ինձ համար կարևոր էական հարց տվեցիք, դրա համար էլ ինքը երկու տարբեր մոտեցում ունի։ Այդ մեծ կտավները, որ ներկայացրել եմ, նշեցի, չէ՞ որ շատ անձնական է, սուբյեկտիվ է ընդհանրապես աշխարհում մոտեցումները։ Ուրեմն տվյալ դեպքում որպես նկարիչ հեղինակ եմ այստեղ ցանկացել ներկայանալ, ստեղծել հոգու խորքից եկող իմ կարծիքով իսկական պատկեր, այսինքն վերապրված, ինչու են գեղանկարչական շերտերը այդքան շատ ծանր նկարչություն է։ Ես շատ լավ գիտակցել եմ ինչ եմ անում, այսինքն ամեն աչքի համար հաջող բան չեմ անում։ Այսինքն ես փորձել եմ չկեղծել, ինչպես վերապրել եմ, լսել եմ Նարեկացուն, մեկտեղ, տեսեք, ներկայացրել եմ այն ամենը, այստեղ փորձել եմ ստեղծել նոր բնօրինակ։ Հենց Բոդրիարը նշում է, չէ՞, միտեղ կամ մոռացվել է, կամ ընդհանրապես չկար։ Այսինքն փորձում եմ երևի վերապրման միջոցով արտահայտել եւ ներկայացնել մի բան, որը ամենայն դեպս կա եւ բոլոր մարդիկ կուզենան այդ ուղին գտնեն իրենց մեջ, իրենք որոնեն եւ իրենք գտնեն տեսակետներ, համոզմունքներ, որ իրենցն է բոլոր ոլորտներում։ Դա պարտադիր չի լինի կերպարվեստ, ինչ որ ժամանակակից արվեստ։ Իսկ այն ինչ որ մեր հասարակության կյանքում, մեր երկրի կյանքում ձեզ հետաքրքրում կամ մտահոգում է, արտահայտված է այս ցուցահանդեսում ձեր կարծիքով, այսինքն այդ հղումները կան։ Մի քիչ ավելի որ ներսում փնտրենք, որ ավելի ճշգրտեք։ Այսինքն այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր կյանքում, հասարակական կյանքում, քաղաքական։ Հա, շուշտ արձագանքը կա։ Հա, այլաբանություն է, չէ՞ նաև արվեստը։ Դուք ասում եք հայրենիքի թեման, որը ձեզ մտահոգում է, այդ հայրենիքի թեման այնտեղ կա։ Հայրենիքը նաև մարդով է, չէ՞ բնորոշվում։
անհատով, բազմությամբ, մեր միասնությամբ կամ խնդիրներով, չէ՞։ Անհատներից է ամեն դեպքում, ֆրակտալների սկզբունքով, փոքր մասը եւ ամբողջությունը փոխկապակցված են։ Հիմա եթե մարդը, որը ներկայացնում է այս խնդիրը, այս գաղափարը եւ ունի հոգեվորը որոնելու հարցեր եւ ցավի զգացողություն կա, չէ՞, ինչ որ Հիսուսի կերպարը էլի պատահական չի, մեղքեր իր վրա վերցնելու, ինչ որ մաքրազատվելու եւ ինչ որ մխիթարվելու, ելքեր գտնելու, վիճելու, լսելու նաեւ հակառակ պոզիցիան։ Այս առումներով, այո, եւ նաեւ ոնց որ մի զոհաբերության նման բան լինի, այս դեպքում շատ էլ հեթանոսական, դա համար ես մի պերֆորմանս արեցի։ Այո, այդ պերֆորմանսի մասին նույնպես խոսենք։ Հայարտ կենտրոնը հետաքրքիր ճարտարապետական լուծում ունի, որը շատ կարճ անդրադառնամ, իմ համար կարևոր հարց է։ Ուրախ եմ, որ վերադարձնում է իր նախկին ճարտարապետական ֆունկցիան, տեսքը, որոշ մուտքեր։ Մի պահ ընդհատեմ, նաև շատ կարևոր է, որ արվեստագետը տարածք է ընտրում իր նախագծի համար եւ այդ տարածքը ես կուզեի նաև բացատրեիք կամ գուցե մեկնաբանեիք, թե ինչու հենց Հայարտ կենտրոնը ընտրեցիք։ Նախ առաջարկ ստացա ժամանակավոր տնօրենի գործակատար Սոնա Հարությունյանից այդտեղ ցուցահանդես ունենալու, որտեղ նա նշանակվել է եւ մտադիր են անելու մի շարք հետաքրքիր ցուցահանդեսներ, նախագծեր, մի քանի բաներ արդեն արել են հաջողությամբ։ Ինչ խոսք, ես այդ տարածքը շատ լավ գիտեմ, որտեղ 90-ականների վերջերից 2000-ականների սկզբից ունեցել ենք խմբակային կարևոր ցուցադրություններ, բայց այն իրադարձությունների հետ կապված վերջի տասնամյակների ինչ որ փոփոխությունների ենթարկվում էր, խոսքը այն մասին է, որ ինչքանով էր պահպանվել նախ ճարտարապետական ֆունկցիոնալությունը, մուտքերը եւ ընդհանրապես այնտեղ կար ներքևում կառույց, որը հեռացվեց ապակեպատ ավելորդ։ Խոսքով իսկապես շատ հետաքրքիր ձևի բացվել է տարածքը, ընդարձակվել է, ես տեսա իմ ցուցահանդեսի բացման, որ արվեստագետները շատ ուրախ են, արդեն սկսում են իրենց իդեաները տեսնել տարածության մեջ։ Հիմա վերադառնալով այս իմ ցուցահանդեսին, այդ կլոր կառույցների գաղափարը ինձ համար շատ հետաքրքիր է, որտեղ ինքը կարծես թե չի ընդհատվում։ Կարողանում է կապել, շղթայական կապ ստեղծել նույն այս իրարամերժ հասկացությունների եւ նաեւ մարդիկ շատ հետաքրքիր տեղաշարժի, այսպես դինամիկա են ստանում, բարձրանում են, իջնում են, իրոք շղթայական կապ է։ Դա շատ հետաքրքիր է եւ էքսպոզիցիայի վրա աշխատելը դառնում է մի բերկրանք, որտեղ ինքը նվեր ոնց որ լինի արվեստագետի համար այդ անկյուններ չունենալը շատ սահուն ձևով հյուսվածք է ստանում այսպեսի վիզուալ տեսողական եւ ուրեմն այդ պերֆորմանսը ինչ իդեա ուներ, այնտեղ կան հարթակներ այսպեսի քարից հատակից մի քիչ բարձր, որոնց վրա տեքստեր եմ տեղադրել Գրիգոր Նարեկացու, իսկ մեկի վրա որոշեցի ավազով ստանալ մի այսպեսի հարթություն, շրջանագիծ հիշեցնող դիսկ, որի վրա ես նկարեցի այդ պերֆորմանսը, գործողությունը, խազեցի, այսպես ասեմ, իխտուս նշանը, որ նշանակում է ձուկ հունարենով, ասում են, այդպես է գրված, ամենայն դեպս, որ առաջի քրիստոնյաները իրար ճանաչելու համար, քանի որ հետապնդվում էին դեռ, նկարում էին կիսակոր գիծ, եւ մեկ ուրիշը, որը պատկանում էր այդ գաղափարին, նկատում էր եւ մյուս կիսակորը միացնում էր, ստացվում էր ձուկ։ Հիմա որ հապավումը բացենք, իխտուս այդ տառերը, ստացվում է Հիսուս Քրիստոս, փրկիչ, Աստծո որդի, մարդկության փրկիչ։ Եվ դա միավորում էր այդ մարդկանց։ Իրանք իմանում էին, որ այստեղ միավորվելու են, խաղաղվելու են, շփվելու են իրար հետ։ Հիմա ես դա որպես այլաբանություն ընտրեցի եւ փորձեցի եւ իրարամերժ գաղափարները միավորել եւ
մարդկանց միավորել դուրս որևէ կրոնական, որևէ ինչ-որ սահմանափակ բաներից, բարի եւ այսպես մտավորական միջավայր կառուցելու համար մասին է։ Ու ինձ թվում է այդ բանը հաջողվեց, որտեվ հենց այդպես էլ սկսեց ընթանալ ուրեմն բացման ժամանակ մարդկանց շփումը։ Նայեք, իսկ առհասարակ միավորման խնդիր կա, եթե այսպես նայենք հասարակության մեջ։ Հատկապես հայաստանյան իրականության մեջ կա, իհարկե կա։ Ես չեմ քաղաքականացնում, բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ մենք շատ տարակարծիք ժողովուրդ ենք, ամեն մեկը։ Բայց դա նորմալ չէ, ձեր կարծիքով։ Մենք խոսում ենք, որ նորմալ է, բայց մենք ունենք խնդիրներ արտաքին եւ ներքին, որը երևի պահանջում է ունենալ մի սկզբունք, կոնցեպցիա, չասեմ գաղափարախոսություն, դա մի քիչ շատ լուրջ հարց է։ Երևի այդ կոնցեպցիան չեմ տեսնում։ Իսկ արվեստագետները լինելով անհատ եւ լինելով մասնիկը այս հասարակության կոնցեպցիաներ են առաջարկում, որոնք իդեպ շատ հետաքրքիր մոդելներ են։ Դե հիմա դուք քրիստոնեական նշաններով եք փորձում միավորել, բայց մենք գիտենք, որ շատերը հեթանոս են եւ շատ այսպես աշխարհիկ են եւ դուք նույնպես։ Այդ դեպքում ինչպես կստացվի այդ միավորումը։ Բայց մտածող ենք, չէ՞, մենք մեզ չենք համարում անքաղաքավարի ինչ որ բանում ապրող մարդիկ, սարերի վրա։ Մենք մտածում ենք, մենք փորձում ենք գնահատական տալ ամենքս մեր տեղում, մեր գիտելիքների եւ կարողությունների սահմաններում։ Գնահատական տալու մասին հարցրեցիք, հա? Ինչ միավորելու եւ այլն, միավորել, տեսեք, ես որպես արվեստագետ ինչպես կարող եմ մարդկանց միավորել։ Հրապարակում միտինգ անեմ, չեմ անի, ես չեմ կարող դա անել։ Ես չունեմ այդ գիտելիքը եւ որակները, բայց ես կարող եմ հարյուրավոր մարդկանց, միգուցե հազարավոր համախմբել մի հետաքրքիր գաղափարի շուրջ, որի մեջ կա այդ ամեն ինչը, ամենքս կրում է։ Այդ ժամանակ մարդիկ միավորվում են, ամեն ինչեր սկսում են հիշել, մտածել, մի որակ են ձեռք բերում, որ հետո կուզենք զբաղվեն այն խնդիրներով, որը նույնիսկ մեր հայրենիքի համար կարևոր է։ Ես չթվա միամիտ իմ ասածը, բայց հավատացեք, որ մենք կարողանանք զանգվածներ ստեղծենք, արվեստագետները իրենց զանգվածները ակտիվ պահեն եւ միավորեն մարդկանց եւ այլն, էլի, սրանք մոդելներ են, Իսկ ընդհանրապես արվեստասեր հասարակություն ստեղծելու հնարավորությունը տեսնում եք, այսինքն կան այդպես արվեստասերների խումբ, որ անընդհատ սպասում են նոր ցուցահանդեսի, նոր գաղափարների։ Այո, նկատել եք, ես ամեն տարի մի մեծ բան նախաձեռնում եմ, կամ անհատական ցուցահանդես, կամ խմբակային, ես եզակի չեմ, ունենք արվեստագետներ, որոնք ակտիվ են եւ ինչու են ակտիվ, եթե ապրես անապատում մողեսների համար ցուցահանդես բացես, ում համար։ Դա այդ նշանակում է, որ մարդիկ կան այնուամենայնիվ, որոնք պահանջում են, անհանգստանում են, երբեմն հարցնում են, նոր բան չեք անելու, որպեսզի գանք։ Ես կարող եմ քննադատել պետական մոտեցումները, որ դեռ այն մակարդակին չեն բոլոր առումներով, թե տնտեսական, թե հենց մշակութային օրենքների, որը չկա, դա լուրջ թեմաներ են։ Բայց ամեն дեպքում, եթե ոչինչ չանես, խոսակցություն էլ չի լինի այդ մասին, կասի դե չունենք, էլի, չկա, ուրեմն ոնց որ ռուսները ասում են, на нет и суда нет։ Շատ լավ, թերևս այսքանը մենք ռադիոլսողին եւ մեզ դիտողներին տեղեկացնենք, որ ձեր ցուցահանդեսը Նարեկ Ավետիսյանի ցուցահանդեսը ի խորոց սրտի վերնագրով Հայ արտ կենտրոնում կշարունակվի մինչև հունիս ամիսը, հունիսի 10-12-ը գուցե, այո։ Եվ առհասարակ Հայ արտ կենտրոնում հետաքրքիր իրադարձություններ են արվեստային տեղի ունենում եւ ինչ որ նոր մոտեցումներով կարելի է այդ ուղղությամբ
արդեն մտածել, սիրելի արվեստասերներ, որտեվ Հայարտ կենտրոնը փոխել է գոնե արտակնապես իր այսպես տեսքը, չէ, արդեն ամբողջական է դարձել։ Դա բերում է արդեն կառուցվածքային նաև վերանայումների։ Նաև կառուցվածքային վերանայումների։ Շնորհակալություն Նարեկ հետաքրքիր զրույցի համար։ Ես ռադիոլսողին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը արվեստագետ Նարեկ Ավետիսյանն էր։ Մենք խոսում էինք նոր ցուցահանդեսի մասին, որը բացվել է Հայարտ կենտրոնում։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։